Մեր հիմնախնդիրներին է նվիրված եւ ինչ անել մեր այս քրիտիկական իրավիճակում մեր մշակույթը պոեզիան գրականությունը լի է համանման իրավիճակներով եւ մեր անճարեղ չանես անդրադարձել է ըստ էության հայ ժողովրդի պատմական մեծ հոլովույթում այսպես խնդիրների խնդրին, եւ փորձել է Չարենցյան հանճարեղ ձևով ձևակերպել խնդիրները մեր պրոբլեմները որտեղից է գալիս համընկնում եմ տեսնում ես ամեն ինչում ես դրա համար sense փոքրիկ բան վերցրեցի ինձ հետ ասեցի կիսեմ ձեր հետ իմ նաեւ գեղագիտական ընկալում ես ամեն ինչին պատմության քարոզիներով Չարենց Պատմության քարոզիներով մենք քայլել ենք երկար անրեք ցատուցերիվ անգարափար Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան, որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ Այն անգո առավոտից, երբ լեգենդական իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը Այս Մասիսի հանդեպ, այս անիրական Արարատյան դաշտում, որպես զրույց անծայրնի, տարածվել է ուղին մեր անպատմելի, անծայրածիր ձգվել դարերով ձիգ, և գնում է այսօր ու երկարվում էլի դեպի ինչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր։ Բայց ուղին մեր եղել է միշտ մթին, եղել անըստ գյուտ և անփառունակ, տարածվել է ամբոց ու անժպիտ, ուրիշների փայլով շարունակ շառագունված, որքան աղետավոր։ Որպես անմիտ զրույց մեզ պատմել են մի օր նախնիների մասին մեր փառապանց, Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ և երկրային ընթացք մի անիմաստ։ Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր, իմ տողերը կոփող մի պոետ, ինչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ մեր անանցյալ անցյալը, Մեր ընթացքը, որ էլ ոչ մի գուսան երկով չոքեկոչի իմ փառքը, ու կարոտով անմիտ ետ չնայի, չպանծանա այլևս, որ առանց մեզ աշխարհքը կլիներ պարտեզ միամայի։ Պատմության քարոզիներում առաջնորդել են նախ մեզ նախնիներ, անստույգ ու ոչնչատեսիլ։ Մռայլ հեռուներում անճանապարհ արկղ, որ իրենց մորթի հետ միասին տարել են բախտը մեր թավագլոր երկրներից երկիր, օ տառապանք երկար, նշել են մեզ համար ուղի աղետավոր և տոտեմը մեր եղել է գայլ։ Օ չի եղել մեր գայլը պղնձյա, և ոչ մարմարոնյա, և ոչ անգամ քարե, Նիհար կողերը լետ, նա անցել է անծայր տափաստաններ, միջև նա հանգիստ է արել այս Մասիսի հանդեպ անիրական, այս խոշակյալ անդուր Արարատյան դաշտում և լուսնի դեմ նստած, նա երկար ոռնացել է իր վիշտը անկշտում, ոռնացել է անձուկ իր տառապանքը, անասնական իր քաղցը, և ոռնոցը նրա դարձել է հիմնը մեր անարձագանք, որ դարերով հնչել մեր պատմության վրա։ Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար արքաներ, անժողովուրդ ու գահազուրկ, որոնց փառքը մեր հին մատյաններում երգած եղել է եղկություն ու քծնություն քսու, օ դուք վաղեմի մեր առաջնորդներ, առասպելյալ հայկեր ու տխտատներ բազում, Իշխաններ անփառունակ, սին ըրձերի ճորտեր, արքաներ անժողովուրդ ու գահազուրկ։ Դուք, որ դարեր երկար, հազարամյակներ,
ուրուների նման կերպարանք, ապրել եք ու կանգնել օթե ապարանքներ, օտար խարույկներից հայցել ոգու կրակ, որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում չեք ծնել և ոչ մի խոհ սերունդների համար, որ պատմիչը ձեզ պիտի կարդաներում, օ դուք անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա։ Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար ֆյոդալներ շվայտ ու իշխաններ չնչին, հազար երաններով իրենց դեմքը ներկած և մեր անմահության ակունքները այս ջինջ պղտորել են ոխով ու ոչնչությամբ, չնչին տենչանքների անխոհությամբ օսին, պաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա, սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին ոչնչության սերմեր, անխոհության, թշվառ անհողության ու աղապատանքի, և դրել են դեմքին մեր կնիքը գերության, սնել թշվառ կաթով, ապաշնոր կյանքի։ Եվ նոքա, մեր անվեկ առաջնորդները, այդ իշխանները եղք, այդ տերերը վերջին ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի արջերը սառնասիրտ ու առնաթաթաղ։ Այդպես մեր գայլն էր հին, ճանապարհում որսի հյուծված, կողերը լերկ և անատամ, և տեսնում եմ նոցա իմ աչքերի առաջ ահավասիկ իրենց եղք հասակով ամբողջ, իրենց խուլ խուղերից ու լեռներից այն բարձր, ճանապարհ են ընկնում անուղի ու անխոհ, ելած որոնելու հորիզոններ գալիք սերունդների համար արահետներ ուղիղ, ինչ են տանում նոքա ուրիշներին տալու, այնինչ բերքեր երկրի ու բարիքներ հողի, այնինչ գանձեր արդյոք, ինչ արգասիք ու բեռ, ինչ ոսկիներ ոգու ու զորության, ոչ, տանում են նոքա որպես շնոր անձեռն կարավաններ ահի ու թշվառության, ելած որոնելու գալիքների շավիղ, ապագայի ընթացք ու հորիզոն, նոքա կրում են լոկ անանձնական ցավի ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ, հազարամյա մեր դեմքը երիզող։ Իսկ ժողովուրդը, որ եղել է հանճարեղ, եղել է որմնադիր, եղել ցող, քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել, կամուրջներ է գծել կորգծով, որ դարերի միջով մինչև այդ նս հասած կրել է մեջքի վրա իր, օ եղկելի տերեր, զազի ու բազմազան ձեր բռնությունը բիրտ։ Ունի արդյոք թեկուզ միան նշան մասնիկ վաստակներում ձեր այդ անքանքար ժողովուրդը, որ իր աշխատանքն է ազնիվ ձեր սեղանին բերել առնակամ։ Օ ոչ, ապրել է նա իր ճորտային կյանքով, խոր խավարում արև երազել, և երգել է դարեր իր ռամկական հանգով իր խոհերը արդար ու վսեմ։ Ստեղծել է նա իր հեքիաթները և իր հնամյա վեպում հանճարեղ, իր ապագա կյանքի գաղափարը կարմիր և անմահ խորհուրդն է դրել։ Խոր գերության ներքո այնուամենայնիվ պատմության քարոզիներում ոլորապտույտ, պայքարել է ոգով, մաքարել է նա միշտ և չի կորել դաժան տարիներում այն մութ։ Խոր գերության քարե կամարների ներքո բռնության տակ հայրենի և օտար, նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի ճանապարհն է հարթել անդադար։ Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների և բոլոր տերերի ոչնչությանն ընդդեմ դարձրել է մեր ոգին այնքան բերի ամեն ճորտությանն անընդել։ Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն, մինչև դարերի հին, որ մենք հազիվ ենք պատմության ընթացքը տարբերում, քայլել ենք քարքարոտ այդ ճանապարհով, գորշ անանուն մարդիկ, գերջուկ ճորտեր, կրել ենք կրծքերում գաղափարներ գերող, ստեղծարար մտքեր, գուցե բառեր, որ դեռ չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև, բայց կհարմեն մի օր կերպավորված, օ հանճարեղ ոգու դեռ չբացված գանձեր և հանճարի հանքեր դեռ չփորված։ Այդպես
Անցել ենք մենք անխոհ ու անգաղափար, պատմության քարոզիներով որպես միրաժ, կտրել ենք երկար մի ճանապարհ եւ ճանապարհը մեր այս երբ է արդյոք փայլատակելու, երբ է վառվել լույսով գալիքնափայլ, եւ ով է մեր ապագային տվել անխզելի ընթացք ու գաղափար, եւ չենք կարող այսօր ձեզ մեծարել, օ նախնիներ մեր խեղճ, առաջնորդներ մեր հին, մեր պատմություն, անդենք ու անհանջարեղ։ Մոլորակի վրա այս խայտաբղետ աշխարհի սկզբից մինչև վախճանը երևի առաջին ժողովուրդն ենք մենք, որ կամենանք անգամ դավաճանել, անկարող ենք մեր парքին ու պատմությանն անցած, ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ զարմանալի թեթև, զարմանալի անդեմ, մերկության պես տկլոր ու անանցյալ, այդ մենք ենք երևի այն ուխտը հաստակող, որ Հիսուսի առաքին հակառակ պիտի մտնենք անգամ ասեղի նուրբ ծակով ապագայի դրախտը անարատ, այդ մենք ենք երևի այն հարուստը, որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ, պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը, որ բոլոր տկլորներին սահմանված է վերուստ։